բարերով չէ, բայց իրանց քայլերով այնպես են անում հանգիստ, դատարկում են քաղաքը իր գյուղերով։ Շատ կուլտուրական, շատ հանգիստ, շատ մտածված, շատ խելացիորեն դատարկում են Վարդենիսը իրանց գյուղերով։ Այդքան։ Իսկ մեր գյուղերում ահավոր անի ավերակ փոսեր են։ Ոչ մեքենայա քշել լնում, ոչ կոշիկա դիմանում։ Արաքո քայլը եւ կոռուպցիան կանի իր հետ քայլը։ Ասում եմ մենք ոնց կարացանք Ժողովուրդ ջան, այս զիբիլի կատուին, այս ղրերի, այս կատվան, այս Աննային հետևից նայում ես, արա սրանց ոնց մենք կարացանք մեր սուրբ երկիրը սրանց վստահենք։ Հələ միած սրանց վիճակը նայ ախպեր, սրանք ովքեր են։ Արաքո քայլը եւ արտագաղթը կանի քո հետ քայլը։ Ժամանակին շատերն են լսել այս խանդավառ կոչերը։ Իրենք իրենց քայլը արել են, բայց ոչ կոռուպցիան է հետ քայլ արել, ոչ հուսահատությունը, ոչ էլ արտագաղթը։ Չեք տեսնում, որ Վարդենիսը բնակչություն չկա։ Քանի որ աշխատատեղ չկա, գոյություն չունի, մարդիկ անճարանակ են, չեն կարողանում ապրել, հնարավորություն չկա ապրելու։ Մարդիկ դուրս են գալիս, ոչ մեկի հաճո չի իր հողից, իր ջրից, իր տնից դուրս գա։ Բայց ինչ անի։ Բայց ինչ անի։ Խանութները հետո փակվում են, գործարանները փակվել են, խանութները փակվել են, աշխատատեղ չկա։ Վարդենիսի դատարկ փողոցները հակառակի մասին են պատմում, ապագա չկա ապագա, ասում են մարդիկ։ Ժամ առ ժամ ամեն ինչը փակվում է, մարդիկ գնում, հերթով գնում, այս ցանկացած թաղամասը, եթե դուք մտնում եք ցանկացած թաղամասում կա 3 բնակչություն կամ 2, դրանք էլ մտածում են ոնց անենք, որ դուրս գանք։ Արագաչափերի մասին Փաշինյանի ոտանավորն են անգամ անգիր հիշում։ Նամակ ստացա այսօր, նրբագեղ թիթեռի քաշի, բացեցի սիրածս չեր, վճարիր 5000 սաշիկ։ Նամակ ստացա այսօր, կարծեցի կանչում են ճաշի, բացեցի ախորժակս փակվեց, վճարիր 5000 սաշիկ։ Սերդեչնի պրիվետ at Հարութինա Զիմզիմովա։ Ժողովուրդ ջան, մենք ոնց կարացանք այս ապուշին, մեր սուրբ հողը, պապական հողը, սրան վստահեցինք։ Ու այս սրան նորից ասեմ, Սերժ Սարգսյանը բերեց, Լևոն Տեր-Պետրոսյանը բերեց։ 8 տարի անց նոր սաշիկներ են ի հայտ եկել։ Իսկ նրբագեղ նամակները 5000-ից մի քանի անգամ շատ տուգանքներ են պահանջում։